Պարոն Քոչարյան, այս խորհրդարան ինչպես է գալիս, ինչ տրամադրվածությամբ, նախորդի շարունակությունն է թե Այլակ ջան, արդեն երրորդ անգամ եմ այդ տրամադրությունից խոսում։ Վճռական, մարտական։ Իսկ Աղոն Վարդանյանի որոշման ինչպես եք վերաբերվում, որ խոստացել էր նախընտրական շրջանում, որ ոտ չի դնի Աշոտ եւ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին հերթին ինձ համար, եթե անկեղծ լինեմ, անհասկանալի էր ինչի է եղել այդ հայտարարությունը ընդհանրապես եւ հետո հայտարարությունը ես ուղղակի գնահատում եմ այնպես, որ ավելի շատ պայքարից դուրս գալ, գնալ, փախնել էր համարում մանդատ չվերցնել եւ այդ իսկ պատճառով գնաց այդ քայլին մնացածը ինքը ասել է, ինքը գրել է Աղոն Վարդանյանը իմ ավագ գործընկերն է, ում հանդեպ ես ունեմ շատ մեծ հարգանք, որտեղ նա վաստակել է այդ հարգանքը։ Չէ, բայց այնուամենայնիվ այդ խոստումը, որը չի կատարվում։ Սա իր տիրույթում է, որի բացատրությունը ինքը տվել է, նորից կրկնեմ, ես շատ կուզեի, որ հենց ի սկզբանե այդ հայտարարությունը չլներ, որ հետո մնացած այդ ամբողջ պատմությունը չլներ։ Ինչևէ, լավ կլիներ, որ այդ ամեն ինչ չլներ, բայց դա կա եւ ես ավելի փորձեցի բացատրեմ նաեւ իմ հասկանալով իր շարժառիթը ոնց որ խոսքը չպահելու այսպես ասած։ Հույս ունեմ, որ ոչ, բայց տեսնենք ինչպես կլինի։ Հայերներից է կկառանաք այս անգամ ձեզ։ Հույս ունեմ, որ այո։ Ավելի ճիշտ հույս ունեմ, որ առիթը չեն տա, որ հայրո եմ։ Դա խորհրդարանը չէ։ Հələ մի հատ։ Ծույցյան վերջ։ Հենան։ Դրանք մի հատ ուղարկի։ Ես ինչ շոկ էր։ Սաղին համարյա, ինչ կա, պրիվետ։ Բարելույս, կանք լասա, հա։ Սանցել է ստիս մոքից։ Երտենք արամ կնամ։ Գեբջան նարեք, իշխան ու բան։